Զրուցում ենք մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։ Տիկին Ալավերդյան, հայ առաքելական Սուրբ եկեղեցու եւ մեր բարձրաստիճան հոգեվորականների վերաբերյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին անում է աղմկահարույց գրառումներ, ընդհուպ մինչև հայախոսում է այս մարդը։ Նա բարձրացրել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II կողմից կուսակրոնության ուխտի պահպանման հարցը։ Մի քանի օր առաջ էլ նա ակնարկեց, թե պետությունը պետք է վճռորոշ իր ձայնը ունենա կաթողիկոսի ընտրության հարցում։ Հիմա ես կխնդրեմ ձեր կարծիքը հետևյալ առումով, ունի արդյոք վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը նման պահանջ դնելու իրավունք, խնդրեմ։ Իհարկե ոչ։ Եվ դա այդ պահանջը ինքը պատահական չի, որ չի ձևակերպում պաշտոնական հրամանագրով կամ որևէ փաստաթղթով։ Ինքը սովոր է այդ ամբողջաբարության եւ այսպես ասած ճոճների եւ կարծիք ստեղծելու շուրջ գալ իշխանության, ինքը այդպես է եկել եւ այդպես է քանդել փաստորեն մի շարք հաստատություններ, որը որ փաստորեն բավականին դժվար ճանապարհով, բայց կայացվել է Հայաստանի Հանրապետությունում։ Հիմա այն ինչ որ անում է, երկու բան պետք է դիտարկում ասեմ։ Նախ եւ առաջ այդ բոլոր եւ իր հետ այդ բոլոր ճճացող եւ ծվծվացող այդ թիմը անաստված են, ավելին նրանք միշտ գործել են եւ եկեղեցու եւ Աստծո դիմաց։ Դրանք փաստորեն սրբապիղծ են եւ դա բոլորը գիտեն։ Որևէ մի ուրիշ բանով դրանք հայտնի չեն։ Իրենց հարձակումները նախ եւ առաջ այդ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հարձակումները հայության, հայ ազգի, հայ եկեղեցու վրա դեռ հայտնի են իր դեղին թղթիկի, այդ թերթիկի օրերից։ Եվ փաստորեն այսօր ոչ միայն չի դուրս եկել այդ կարգավիճակից, այլ հակառակը, այսպես ասած, թույն դեղին այսպես թերթիկի ոչ թե խմբագրի միջև անգամ, այլ մի չգիտեմ, պատահական լրագրողի մակարդակով է աշխատում եւ փորձում է ոչ միայն սահմանադրությունը խախտել, ոչ միայն խախտել օրենսդրությունը, որովհետեւ հասկանալի է, որ նա որևէ մեկ անգամ նշույլ չկա ոչ օրենքի մեջ, ոչ սահմանադրության մեջ, որ վարչապետը իր վրա կարող է վերցնել այդ սրբապիղծ, եկեղեցապիղծ, աստվածապիղծ այդ գործնեությունը։ Դա առաջին է։ Երկու դիտարկումը։ Փաստորեն նա աշխատում է ոչ թե զուտ եկեղեցու դեմ հայ առաքելական, նա ոչ միայն հայության, ամբողջ հայության, որովհետև հայ առաքելական եկեղեցին դա շատ կներեք զուտ պետականապատկան մարմին չէ։ Եվ այս առումով նա ոտնահարում է ամբողջ հավատացյալ հայության իրավունքները, դա կրոնի ազատության իրավունքն է եւ վիրավորում է փաստորեն ղեկավարներին եւ դրանով իսկ ոտնահարում է եւ այդ հավատացյալ հոտի իրավունքները։ Երրորդ դիտարկումը դա ես անպայման պետք է անեմ, որ նա անում է այդ ամենը ոչ թե զուտ եկեղեցին քայքայելու համար, այլ քանի որ եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին 2000-ամյակ շարունակ իրենից հանդես է գալիս որպես ազգաստեղծ, պետականաստեղծ այդ առումով, որոշ առումով, բայց նախ եւ առաջ ազգապահպան որպես հաստատություն, նա փաստորեն իրականացնում է հայ ինքնության արմատներից ամենահինը ու ամենակայացածը։ Այսինքն նրա նպատակը այդպես չի, որ զուտ վեհափարն է կամ ինչն է։ Ես չեմ ուզում անդրադառնալ այն լուրերին, որ արդեն ունեն իրենց թեկնածուն, որը Թուրքիայի նախագահի, այսպես ասած, թեկնածուն է, ես դրան չեմ էլ ուզում անդրադառնալ։ Բայց շրջանառվում է այդ տեղեկատվությունը։ Ինչպես։ Շրջանառվում է այդ տեղեկատվությունը, որ Սահակ Մաշալյանի թեկնածությունն է առաջարկում։ Ես դրան չեմ էլ ուզում
եմ անդրադառնալ, ես ուղղակի ուզում եմ ասել, եթե ես չգիտեմ որտեղից եւ ով պետք է լինի եւ փոխարինի, դա բոլորովին չի վերաբերվում իշխանական եւ որևէ թևի կամ որևէ մարմնի։ Այդ առումով իր հայտարարությունը, մասնավորապես կոչերը, որ փաստորեն ուժով, բռնությամբ ազատեն այդ շինությունները, որտեղ որ լինում է հայ առաքելական եկեղեցու շատ վեհարանը, այդ բոլորը պարզապես իրեն այդ կոչերը եւ մանավանդ գրավոր կոչերը պարունակում են իրենց մեջ ծանրագույն հանցագործությունների հատկանիշները, մասնավորապես 28-րդ գլխում քրեական օրենսգրքի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 28-րդ գլուխը, որը կոչվում է պետական անվտանգության եւ սահմանադրական կարգի դեմ հանցագործություններ։ Այնպես որ ես համոզված եմ, որ Հայաստանի իրավաբանական հանրությունը, համայնքը անպայման դրան կանդրադառնա, կտա դրա հստակ գնահատականը եւ ինչքան էլ մենք մտածենք, որ բոլորը հիմա հպատակ են ուղղակի այդ անձնավորությունը, մեկ է ես համոզված եմ, որ պետք է անպայման այս ամեն ինչին տալ իրավաբանական ընթացք, այսինքն անպայման դատի տալ եւ անպայման նշել բոլոր այն իր թիմի ճվացող նրանց, ովքեր կրկնում են եկեղեցու անունը տալիս էին եւ կամ տալիս են միայն ու միայն պղծելու համար։ Այդ մարդիկ հայտնի չեն որևէ մի իրենց լումաներ դրած, որ հայ առաքելական եկեղեցի կամ հավատքի ինչ որ ուղղությամբ իրենց գործնեությամբ որևէ ձևով հայտնի չեն։ Եվ բոլորը գիտեն, որ դրանք բացարձակապես ոչ միայն վեհապարի, սա իրոք հարձակում է եւ ոչ միայն հայ առաքելական եկեղեցու ինչպես ազգապահպան ազգաստեղծ գործոն, այլ եւ ոչ միայն ամբողջ հայության, դա քրիստոնեության դեմ, այսպես ասած, նոր հակա խաչակիրների արշավանք է։ Եվ ես համոզված եմ, որ դրան պետք է անդրադառնալ, որ ոչ միայն հայկական համայնքները, եկեղեցական մարմինները, այլև ընդհանրապես քրիստոնեական որոշ մարմիններ։ Տիկին Ալավերդյան, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հստակ տարանջատում է պետության, եկեղեցու լիազորությունների շրջանակը։ Այնուհանդերձ, Փաշինյանը օրենսդրական ինչ կարգավորումների շրջանակում է միջամտում մայրաթորիդ գործունեությանը։ Կա նման ինչ որ շրջանակ մեր օրենքների մեջ։ Ոչ մի շրջանակ չկա, հակառակը։ Սա փաստորեն կարող է դիտարկվել ինչպես ինքնայրավչություն, եւ ելի եմ ասում, դա իր մեջ պարունակում է քրեական հանցագործության տարեր, որովհետեւ ինքը ոչ միայն կարծիք է արտահայտում, ինքը կոչ է անում, ես էլ համոզված եմ, որ արդեն ունի այդ կոմիտե կոչվածը կամ այդ ինչ որ հավաք կոչվածը, որը պետք է գնա եւ հարձակվի եւ փաստորեն ուժով եւ փաստորեն եթե չկարողանել բախում առաջացնի այլ հավատացյալների հետ, որը իր ձեռքերը պարզապես լրիվ ազատ կարձակի, որ ինքը ավելի ուժեղ ռեպրեսիաներ սկսի բոլորի դեմ։ Լուրեր կան, այո, որ նա պատրաստել է թվով 3000 աղանդավորների, որոնք պետք է արշավեն վեհարանի վրա, Սուրբ Էջմիածնի վրա։ Ինչ եք կոչ անում դուք մեր ժողովրդին, հավատավոր։ Շատ շնորհակալություն հարցը։ Կոչ եմ անում նախ եւ առաջ ոստիկանությանը դիմեն արդեն նախապես կապ չունի, նրանք կուղարկեն այնտեղ այդ ոհմակային բնազդներով եւ սադիստական կեցվածքով մարդկանց թե չէ, բայց անհրաժեշտ է բոլոր իրավաբանական առումով եւ իրավական առումով բոլոր այդ գործողությունները անել։ Հենց հիմա որևէ կրկնում եմ կա իր գրառումը, ուշադրություն դարձրեք, դա ոչ հրամանագիր է, ոչ մի բան է, դա վարչապետի կողմից, վարչապետը իր վարչապետական էջի վրա է գրել եւ դա ինքնին կոչ է բռնության։
Եվ դրա համար անհրաժեշտ է դիմել մարմիններին, այդ թվում եւ ոստիկանությանը։ Եվ հստակեցնենք, որ ես համոզված եմ, որ նրա եթե ոչ վերջնական, քանի որ 2018 թվականին չստացվեց, 7 տարի աշխատեցին այս բզկտել հասարակությունը, փոխել ամեն մի սրբություն։ Հիմա ես համոզված եմ, որ ինքը եթե չկարողանա, տեսնի, որ չի կարողանում հասնել գլխավոր նպատակին, բայց ինքը կհասնի իր միջանկյալ նպատակին, բախում կազմակերպի հայաստանյան բնակչության տարբեր խավերի միջև։ Ավելի վտանգավոր է, դրա համար եմ ասում, դա իր մեջ պարունակում է ծանրագույն հանցագործությունների հատկանիշները։ Այո, Տիկին Ալավերդյան, հանցագործությունը նաև այն, որ նա Facebook-յան իր էջով հայոյախոսում է։ Հայոյախոսությունը եւս հանցագործություն է, այնպես որ կան բազմաթիվ հիմքեր Նիկոլ Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու համար, քրեական պատասխանատվության ենթարկելու։ Շատ ճիշտ է, ես մի բան մենակ ասեմ, կրնի ակնկալվող դրական արգասիկ միայն կարող է լինել, որ վերջապես նրանք, ովքեր որ կույր ձևով դեռ մինչ այսօր հավատում են այդ պիղծ ամեն ինչը պղծող թիմին, վերջապես նրանց աչքերը բացվեն։ Եթե կրկնում եմ, միակ ակնկալվող դրական արգասիկը դա պետք է լինի, որովհետև այլևս իրենք չեն թաքցնում իրենց, ավելին ուրեմն մարդիկ, ովքեր որ դեռ եկեղեցի երևի մտած չկան, սրտանց որևէ մի աղոտ կարած չկան, հիմա մեջ բերումներ են անում Աստվածաշնչից, ես դրա համար եմ ասում պղծություն է դա։ Դա սրբապղծություն է։ Եվ կրկնում եմ, այդ բառապաշարը, այդ արշավանքը չի կարող նախադեռնել որևէ աստվածասեր մարդ։ Դա ամբողջը վկայում է նրա մասին, որ փաստորեն նրանք իրենց այսպես ասած տարիներ շարունակ փայփայած իղձերը ուզում են այսօր իրականացնեն, իրականություն դարձնել։ Մեկ էլ տեսեք ինչ ժամանակ են ընտրել։ Տեսեք ինչ մթնոլորտ է մեր շուրջը։ Տեսեք աշխարհաքաղաքական համակարգի ինչ վտանգներ են արդեն առաջացել մեր կարելի ասել մեր կողքին փաստորեն։ Եվ դա պատահական չի, եւ հիշեցնեմ, որ Նախճեվանում էլ անց են կացվում բավականին մեծ ծավալուն ինչ-որ վարժանքներ ռազմական եւ այլն։ Այսինքն ժամանակը պատահական չի ընտրված, մեր ասելով, որ 2018 թվականից այս թիմի միջոցով Հայաստանը զավթված է Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։ Եվ դա շարունակական գործընթաց է, որի կրկնում եմ, ելի շատերը չեն ուզում տեսնել, թե չեն հավատում իրենց տեսածին, թե պարզապես, ինչպես ասեմ, հավատները չի գալիս, որ կարող է անձը, որը որ Հայաստանում է ծնվել մեծացել, այդպիսի գործանի, բայց տեղ ոչ մի, այսպես ասած, խարդավանք չկա։ Այդ մարդիկ, այդ թիմը եղել է, մնում է ու ուզում է շարունակել լինել թուրքամետ քաղաքական կողմնորոշում ունեցող, այդքան բան։ Այո։ Այստեղ շատ մի զարմանալի բան չկա։ Ես ավելին պետք է ուղղակի դրանով ավարտեմ, պետք չմտածել, որ սա գործը ամբողջ այդ մի փոքր թիմի գործն է։ Հայաստանում ես շատ ցավով, բայց շատ անգամ եմ կրկնել, Հայաստանում գոյություն ունի բավականին ստվար իրենց գրագետ կոչող մարդկանց թիմ, որոնք որ ջատակովն են Թուրքիայի հետ մերձանալու օր առաջ։ Եվ փաստորեն ինքը հենվում է եւ ղեկավարվում է ոչ միայն դրսի այդ պղտոր գլոբալիստական կենտրոններից եւ ոչ միայն ասում են հրամանն է կատարում Իլհամ Ալիևի կամ Էրդողանի, ոչ։ Դրանք փաստորեն ես հստակեցնեմ այդ նպատակը իրենց մեջ կրում են, իրենք կրողն են այդ գաղափարների եւ էլի եմ ասում հենվում են իրենց համար հայտնի ոչ միայն այդ 3000 աղանդավորների, որը մասը մուրը գնում է, ես չեմ ուզում դրա մեջ մտնել, բայց կա ստվար զանգված, կրկնում եմ, որոնք ուզում է բիզնես սեկտորից, ուզում է ուչ բանից, որոնք դեռ 90-ականների սկզբից քարոզում էին այդ գաղափարախոսությունը։
որ ազգային գաղափարախոսությունը դա կիրթ կատեգորիա է, մենք երկրորդը պետք է մեր հարևանների հետ, այն է Թուրքիա, Ադրբեջան բարեկամական հարաբերություններ հաստատել։ Միջև անգամ, եթե դրա համար պետք է թշնամանալ այլոց հետ։ Շնորհակալ եմ Տիկին Ալավերդյան մեկնաբանության համար։ Վերհիշեցնեմ, զրուցում էի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ։